Я не знаю, слышишь ли ты птиц, но это лучшая подводка к севаде. Потому что севада – это птица Армении. Во-первых, для меня это настоящий горисец, настоящий житель Сюника. Мощный, преданный, очень глубокий человек. Очень искренний. Это человек, который умеет петь, любить, говорить глазами. Когда севада поет или что-то рассказывает, у меня внутри просто созревает абсолютно такой огонь. Вот как птицы поют. Представляешь себе? То есть я хотел записать о севаде несколько слов, и пришла птица и поет о нем. Мне кажется, что лучше вообще ничего не может быть. Вот эта птица поет про севаду, а севада поет про эту птицу. Севада, мне кажется, это самая такая соль, самое настоящее чудо земли, голос земли. Вот то, как он говорит, как он поет, так и поет земля. Для меня это очень близкий человек. Вот. Բարև ձեզ, մենք այսօր շատ հետաքրքիր զրույց կունենանք Սևադա Համբարձյանի հետ, ով երաժիշտ է։ Բարև ձեզ Սևադա, ո՞նց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ։ Սևադա, ինչ անցնել է քո ստեղծագործական ուղուն, ես գիտեմ, որ դու ծնվել ես Սյունիքում, Գորիս քաղաքում։ Ինձ երբ որ պատրաստվում եմ մեր հարցազրույցին, ինձ շատ հետաքրքրում էր, որպեսզի դու ներկայացնես քո Գորիսը, քո Սյունիքը, եւ արդյոք դու ունես այնտեղ քո ձայները, որը պահպանում ես եւ երբեմն նաեւ լսում ես այդ ձայները, չլինելով Սյունիքում։ Խնդրեմ։ Դե նախ Գորիսը ինձ համար դա իմ ծննդավայրն է, իմ ընտանիքն է, իմ թաղամասը, իմ բարեկամները, իմ տունը, ու այնտեղի ձայները հիմնականում կապված են մարդկանց հետ, մարդիկ, ովքեր միշտ իմ կյանքում եղել են, եւ միշտ իրենց ձայներով եմ ասոցացնում Գորիսը ու չեմ էլ պատկերացնում առանց այդ մարդկանց ձայների Գորիսը, որովհետև իմ երաժշտական կյանքի ուղին սկսվել է հենց իմ փոքրիկ համայնքով, իմ ընտանիքից, հայրս նույնպես երաժշտական մարդիկ են եւ մայրս կրթություն չի ստացել երաժշտական, բայց շատ զորեղ ձայն ունի եւ հիմնական ժառանգությունը ձայնի ստացել եմ հենց մայրիկից, բայց առհասարակ իմ ընտանիքը, քեռիները, հոբարները, մեր բարեկամական շրջապատը միշտ մեծ դեր է խաղացել, որ ես դառնամ երաժիշտ, որովհետեւ ամբողջ կյանքի ընթացքում իրենք ինձ հենց այդպես էլ դիտարկել էին եւ հենց այդպես էին ընդունում, որ ես երգիչ եմ եւ վերջ, եւ ուրիշ բանի մասին չէին էլ մտածում ու չէին էլ առաջարկում, որ ես դառնամ։ Կարող ես հիշես մաման ինչ օրացային երգեր էր քեզ համար երգում։ Տարբեր երգեր, հետո ինչը որ հիշում եմ, արդեն հիշում եմ, որ սովորացնում էին, էլի ես էի երգում։ Մի փոքրիկ հատված կարող ես երգել։ Օրացայիններից այդ Գունյերի բալա, սոչկետ խոպարա, դենց հիմա շատ ամբողջությամբ չեմ հիշի երգը, բայց այդ երգն էլ որ երգում էր, հիշում եմ, որ դպրոցում պետք է գնայի եւ արտասանեի այդ ոտանավորը, բայց մաման երգելով սորացրեց ու գնացի երգեցի։ Իմ երգելը շատ փոքր տարիքից է սկսվել ու հիմնականում ստեղծագործում էի հենց ես հորինում էի իմ պատկերացրած երգերը ու ոչ միայն այդ
մինչև դպրոց գնալս էլ ես հայբենական հանդեսներին գնում էի, երգում էի։ Ու բավականին բարդ գործ էր։ Օրինակ, Դե օրինակ առաջի դասարանում երգում էի տենց գործ, որը որ նույնիսկ հիմա որ հիշում եմ մի քիչ դժվար է, բայց հենց այս ժամանակից որ հիշում եմ, այդ ուզվում եմ որդիս, երբ առաջին անգամ բացում ես գիրքը հայոց պատմության, ուսանիր դու սիրով պատմություն ազգի, սեպագիր քարերից, մինչև մագաղաթ, չկնաղ իմ երկիրն այյան։ Մի խոսքով սենց երգեր, որոնք մի տեսակ չեմ պատկերացնում էլի առաջի դասարանի երեխան երգի, բայց դա ստացվում էր, հետո գնացի Վերիշեն դպրոցում երաժշտական, այնտեղ խորում էի երգում, մենակատար էի եւ իմ ուսուցիչը Ռուբեն Արաքելյանն էր, ով բավականին մեծ խթան հանդիսացավ իմ կյանքում, որպեսզի ես ավելի պրոֆեսիոնալ մոտիկանամ երգարվեստին։ սիրով էր դա անում, թե ուղղակի Երևի անգիտակցական էր դա։ Ես ուրիշ բան չեմ էլ արել, երկուս չէի ստանում, բայց վատ էի սովորում։ բայց երաժշտության նկատմամբ անգիտակցաբար կար հա մղում։ Հա, միշտ։ Դե իհարկե տարբեր Այդ ոնց կարող ես նկարագրել, ոնց էր դա տեղի ունենում։ Օրինակ դու դպրոցից գալիս էիր դաս անելու տեղը, դու զբաղվում էիր երաժշտությամբ, թե ինչ էիր ուսումնասիրում։ Չէ, այդպես հատուկ ուսումնասիրություն չէի անում։ Ուղղակի հետաքրքրված էի երգով, երգը անընդհատ ինձ հետ էր։ Այդ գլխումդ կար այդ երգը։ Անդադար երգը կա, երաժշտությունը, մեղեդիները։ Իմ անբաժանելի մասն է դա, ես երբեք ինձ միայնակ չեմ զգացել այդ առումով։ Ես գիտեմ, նաև տեղեկացրել են ինձ, որ քո հայրիկը նվագել է առաջին ռոք խմբում, որը կար Գորիսում։ Մի փոքր կպատմես այդ մասին։ Չեմ կարող ասել, որ առաջին ռոք խումբն էին, բայց իրենք ունեցել են խումբ, ավելի շատ ոչ թե ռոքեր, այլ մի քիչ ավելի ազատ ստեղծագործական վիճակի մեջ էին ու խումբը կոչվում էր Հույս եւ միակ խմբերից էր, որ նվագում էին հարսանիքներին գիտարով, չգիտեմ, տարբեր ժանրեր իրար հետ միքսած համաշխարհային երաժշտական աշխարհից ու քանի որ շատ ծանր տարիներ էին իրանց նվագելու ժամանակները շատ չզբաղվեցին եւ ինչ որ բայց սկսած տենց թողեցին խումբը թողեցի գործունեությունը եւ ամեն մեկը արդեն իր գործով էր զբաղվում։ Իսկ դու մասնակցում էիր այդ փորձերին, թե կուսը։ Չէ, ես շատ փոքր եմ եղել։ Քանի տարեկան էիր։ Դե երևի 3 կամ 2։ 3 կամ 2 տարեկան էիր։ Դու այդ ժամանակ փոքր էիր եւ չէիր մասնակցում հայրիկի փորձերին, այդ միջոցառումներին դու չես մասնակցել։ Իսկ ինձ հետաքրքիր է դու ոնց էր զգում այդ Սյունիքի մթնոլորտը, կան հատուկ տրադիցիաներ, որոնք քո մեջ մխրճվել են, որոնք մինչև այսօր դու քո մեջ պահում ես, փայփայում ես եւ սիրում ես այդ ամեն ինչը։ Դե ամենաառաջին տրադիցիան դա մարդ լինելն է, որ պիտի մարդ որտեղից որ ուզում է լինի, պիտի մարդ լինի։ Ու այդ հոգատարությունը բոլորի նկատմամբ պիտի ունենա եւ իր գործում գոնե մի որոշ մարդկանց պետք է օգտակար լինի, որովհետեւ ցանկացած գործ պետք է ոչ միայն սեփական անձին ծառայի, այլ նաեւ գոնե մի քանի մարդու պիտի դա օգտակար լինի։ Առհասարակ այն ժանրը, որը որ ես եմ ընտրել եւ այն ժանրը, որը որ կա իմ իրականության մեջ, դա Սյունիքում այդքան էլ տարածված չի եւ հատկապես Գորիսում ավանդական երգեցողությունը գրեթե գոյություն չունի,
որովհետև մեր կողմի ժողովուրդը շատ ավելի հակված է աշխուղական արվեստին եւ ժողովուրդը շատ սիրում է հենց աշխուղական գործեր։ Իսկ լինում է այնպես, որ դու մտաբերում ես այն պատմությունները, որոնք քեզ պատմել են մաման, պապան, տատիկը, պապիկը, ինչ էին պատմում քեզ այդ մանկության ժամանակահատվածում կան պատմություններ, որոնք դու հիշում ես մինչև այսօր։ Կպատմես, կկիսվես մի փոքր։ Նախ պապիկս շատ էր պատմում ավար անելուց Գութանի հետ, Գութանով աշխատելու հետ կապված։ Միշտ պատմում էր, բայց պապիկս քանի որ եղել է քարտաշ եւ շատ Գորիսում բազում տեղերում ունի իր շարած պատերը, սարքած տները, որոնք մինչև հիմա դեռ կանգուն են։ Բայց իմ կյանքում բեկումնային պահեր եղել են, որոնք որ իմ երաժշտական մտածողության վրա մեծ դեր են խաղացել։ Ես տարբեր մարդկանցից պատահական եւ կոնկրետ միտումնավոր որ սովորացել եմ, այդ մարդկանցից լսել եմ երգեր, որոնք ինձ համար դարձել են կյանքի ուղենիշ, կյանքի ընկեր եւ այդ երգերով ես հասկանում էի, թե որն է հայկականը, որը ոչ։ Որոնք են այդ երգերը, այն երգը որ հիշում ես, ինչ հիմա կհիշես, կերքես։ Այո, իհարկե, ես 6 տարեկան էի եւ քեռիես տանն էի։ Եկել էր այդ ժամանակ Երևանից իմ մորաքույրը Սիրանուշ Արզումանյանը, ով բավականին մեծ, այսպես ասած, գիտելիքներ ունի հայկական ֆոլկլորիկ երաժշտությունից եւ ինձ ասաց, որ արի քեզ արագ մի երգ սովորացնեմ, հետո գնա քո քնությանը։ Տենց արագ դաշնամուրի մոտ նստեցինք եւ ինքը չնվագեց, ուղղակի ակապելա երգեց Հայրիկ Մուրադյանի Բարի լուսո աստղերևաց երգը եւ իմ հիշողության մեջ ինքը մնաց հենց այդ ձայնով այդպես, որովհետեւ վերարտադրել դեռ չէի կարողանա այդ խորությամբ, բայց ձայնն ու մեղեդին անվերջ պտտվում էր իմ լսողության մեջ եւ տարիներ անց, երբ որ մոտ 9-10 տարեկան էի, մեր տան մոտ կա գիշերօթիկ դպրոց, որտեղ ամռանը արշավախմբեր էին գալիս գիշերում եւ գիտարշավներ, պեղումներ կատարող գիտնականներ եւ մի անգամ խաղալուց տենց արդեն մթն շաղային տենց մութ էր ու երեխաներով գնում էինք արդեն դեպի տուն, քանի որ հեռու տեղ էինք խաղում, գնում էինք դեպի տուն ու սենց լսում եմ, որ այդ գիշերօթիկ դպրոցի բակում մեկը երգում է եւ մարդիկ էին նստած, երևի գիշերը տենց իրենց հանգստի ժամին որոշել էին դրսում ամառեր լավ եղանակ երգեին եւ ես կանգնում եմ այդ պատի տակ ու ծայրից ծայր լսում եմ այդ երգը, այդ մարդու երգած, նույնիսկ այդ մարդու դեմքը չեմ տեսել, բայց ես պատկերացնում էի թե ինչ դեմք ուներ այդ մարդը, ինչ ձևի էր։ Եվ այդ մարդը երգում էր Գորանի ու ֆանտաստիկ, այն կարգի ֆանտաստիկ, որ հուզմունքից չէի կարողանում բացատրեի տանը, թե ես ինչ եմ լսել ու չէի կարողանում վերարտադրեի, բայց էլի երգը մնացել էր ուղեղիս մեջ ու տարիներ անց, երբ որ արդեն ուսումնասիրում էի, գնում էի ավանդական երգի բարի խումբ, իդեպ Վարք խումբը, որի համար շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր այդ խմբում գործել են եւ ինձ սովորացրել են երգեր բարեր։ Եվ հետո հասկացա ինչ երգեր եմ ես լսել։ Տարիներ անց մեղեդիները վերհիշելով հասկացա, որ այդ մեղեդիները այնքան խորքային ու այնքան imն էին, որ իրանք մնացին մինչև վերջ, մինչև այս պահը, մինչև երևի կյանքիս վերջ ինձ այդ ձայները կհետևեն։ Իսկ Սյունիքը ունի քո մեջ իր երգը։
Սյունիքի երգերը ամբողջությամբ կապված են Գուսանաշոտի հետ ինձ համար, որովհետև իմ միջավայրում, իմ շրջապատում բոլորը երգում էին Գուսանաշոտի երգեր։ Կարող ես մի փոքր հատված երգել։ Իհարկե։ Հազարում մի երգում գովացար եմ տեսել, բայց մի զերկարոտնեմ քաշել Սյունյա ծարեր։ Ասես մեծ վարպետ նաղաշի ձեռքն է հասել, ծաղիկներդ գույն նաշել Սյունյա ծարեր, իզմա սրտով ձերգիկ նարեք Սյունյա ծարեր, յայլաներից ու խսահող երամ դարած, իմ նազելի երամի մեջ երազ դարած, յայլաներից ու խսահող երամ դարած, իմ նազելի երամի մեջ երազ դարած։ Շնորհակալ եմ։ Գուսանաշոտից էր հենց իր Սյունյա ծարեր ստեղծագործությունը, որը շատ գեղեցիկ է եւ շատ լավ է գրել։ Այնքան լավ է գրել, որ ավանդական երգերը ամբողջությամբ մոռացվել են եւ ամբողջ ժողովուրդը սկսել է Գուսանաշոտին երգել։ Հրաշք։ Հետո դու որոշեցիր, որ պետքա Սյունիքից տեղափոխվես արդեն, հա։ Որոշելու ինչ որ բան չկա։ Ոնց դա տեղի ունեցավ։ Ես պետքա ստանայի կրթություն եւ ես բանակից հետո որոշեցի ընդունվել կոնսերվատորիա, ես սովորեցի կոնսերվատորիայում դասական վոկալ բաժին։ Երբ որ եկար այստեղ մենակ էիր։ Այո։ Մենակ էիր եւ ոնց քո մոտ առաջացավ Կաթիլ խմբի ձևավորման միտքը, հա, ոնց դա տեղի ունեցավ ու այնքան հետաքրքիր է այդ անվանումը Կաթիլ, ինքը ջրի հետ է, չէ՞, եւ հայերը ունեն առանձնահատուկ վերաբերմունք այդ թեմային։ Մի փոքր կմանրամասնես ոնց առաջացավ այդ միտքը խումբը ստեղծելու։ Խումբը ստեղծելը տեղի ունեցավ իմ շատ լավ ընկերների շնորհիվ որոշեցինք ստեղծել խումբ, որը որ ջրի հետ կապված է պիտի լինի եւ ամենաուժեղ մասնիկը ջրի տենց համարեցինք, որ Կաթիլն է եւ Կաթիլ դրեցինք։ Ну խումբը ստեղծվել է շատ ինքնաբուխ, որ ինչպես Կաթիլը էլի օդում պետք է ինքը սենց ազատ անկախ վիճակում հայտնվի, որ դառնա Կաթիլ։ Այլապես ինքը ուղղակի ջրի կտոր է։ Մենք գորիսեցիները շատ լավ բառ ունենք, կոչվում է ցալքում, շատ հետաքրքիր բառ է, ինքը ջրից պոկված մասնիկն է, բայց Կաթիլը չի։ Ցալքուն։ Ցալքում։ Դա չմպասնում ենք ջրի մեջ այդ Իրանից դուրս թռած մասնիկն է։ Բայց Կաթիլը ինքը արդեն անկախ մարմին է ու շատ մեծ ուժ ունի։ Դու նաև նշում ես, որ խմբի անդամներին դու վերաբերվում ես որպես ընտանիքի անդամների, շատ մոտ եք իրար հետ։ Ոնց դա դու կարողացար ստեղծել, որ գտար քո նման մարդկանց։ Շնորհը չի, դա ամենքի ներդրումն է, ամենքի նվիրվածությունն է։ Բոլոր տղաները այնպիսի մարդիկ են, ոնց գտաք իրար։ Շատ տարբեր պատահական հանդիպումների կոնկրետ ում հետ որ սկսեցինք նախագիծը Գրիգոր Ներքարտաշյան, ով ծանոթացրեց մեզ, այսինքն Գրիգորի հետ ծանոթացրեց ինձ հենց իր հայրիկը Նորայր Քարտաշյանը, ով հայկական փողային գործիքների մեծ վարպետ է եւ նորարարական եւ առհասարակ ավանդական ձևաչափի պահպանող Տիգրան Համասյանի համերգից հետո ես ծանոթանում եմ վարպետի հետ եւ վարպետն էլ ծանոթացնում է Գրիգորի հետ, այնուհետեւ մենք գնում ենք ծառայության ընթացքում պահպանելով կապը իրար հետ շատ խոսելով գալիս ենք եւ այդպես տենց այնպիսի իրավիճակ էր, որ ուզում էինք ստեղծել մենք մեր խումբը եւ սկսեցինք հավաքվել,
ու սկսեցինք հիշել մեր կյանքում եղած լավագույն դեպքերը, որտեղ որ կար օրինակ հարվածային նվագող, դա առաջիններից հենց որ մեր մտքով անցել էր Գրիգորն էր, ով իր մարդկային տեսակով շատ համապատասխանում էր մեր մտքին, մեր առհասարակ որպես մարդ, որպես ընկեր շատ ձյուրին էր ամեն ինչ գնում եւ այդպես շարունակվեց տարիների ընթացքում համագործակցությունը թողել ենք մեր գիտարահարի հետ, ով սկզբից բաս գիտար էր նվագում, անունը Արեգ Սուքասյան, այդ ժամանակ մեզ միացավ նաև Ռոբերտո Սիմոնյան բաս գիտարիստը եւ մի քանի տարի հետո Արեգի հետ համագործակցությունը թողեցինք եւ եկավ նոր Արեգը, Արեգ Օրդյանը, ով հիմա Կաթիլի հիմնական գիտարիստն է եւ ստում է այսպես անverջ կգնա։ Համերգներից առաջ վախ կա։ Չէ, ինչ Հանդիսատեսի հետ աշխատանքի ժամանակ։ Չէ, երբ որ դու գիտես, որ քո գործի մեջ վատ բան չկա եւ քո գործը ինքը պետքա լավ բանի ծառայի, այդ վախը կորում։ Առաջին համերգը կհիշես։ Այո, առաջին համերգը ունեցել ենք Կապանում եւ ընդամենը 4 երգ էինք պատրաստել դեռ խմբով, բայց գնացինք այդ ճանապարհորդությանը եւ հետո արդեն ունեցանք կոնկրետ մեր համերգները, այդտեղ սոլո համերգներ դրեցինք, որոնք որցած արագ առաջին համերգը ունեցել է Կաթիլը այդ սոլո համերգ Ուլիխանյան ակումբում մի քանի օր իրար հետևից շարունակ, որովհետև անընդհատ sold out էր լինում եւ դա շարունակվեց խմբի գործունեությունը։ Ես գիտեմ, որ հետաքրքիր մի միտում կա ձեզ մոտ, դուք բարբերաբար գնում եք մարզեր եւ շփվում եք տեղի բնակիչների հետ, փորձում եք նաեւ լրատվամիջոցների միջոցով բարձրացնել իրենց խնդիրները։ Ինձ հետաքրքիր է այդ սպասում են բնակիչները ձեզ, սիրով են գալիս այդ համերգներին։ Մարզերի բոլոր բնակիչները միշտ սպասում են ինչ որ մի լավ բանի, որ իրանց գյուղում, իրանց համայնքում տեղի կունենա։ Մենք մաքսիմալ փորձում ենք լինել այդ համայնքներում, բոլորը չենք կարողանում լինել, բայց ինչքանով որ մենք կարողանում ենք եւ այս գործունեության ամբողջ իմաստը նրանում է, որ ընդհանուր զարգանանք, ոչ թե կենտրոնը զարգանա միայն, այլ ընդհանուր զարգանանք, ընդհանուր մի բան փոխվի եւ այդ համախմբվածությունը լինի մեր հայ ժողովրդի ոնց որ այդ փրկության ճանապարհը դա այդ իսկական հավաքական միասնական լինելու մեջ է, երբ որ մենք միասնաբար բոլորս բոլորին օգնելով փորձենք իսկապես շենացնել մեր երկիրը։ Մինչ մեր հարցազրույցը մենք խոսում էինք, դու ասեցիր, որ չես սիրում ընդհանրապես հարցազրույցներ տալ, քեզ դա դուր չի գալիս, դու երգով ես ամեն ինչ արտահայտում, ասում։ Ինչ ես դու արտահայտում երգով, ինչ ես փորձում փոխանցել, հա, քո երգով, քո ստեղծագործություններով, որ հասնես այն մոլորյալ ուղեղներին, հա, փորձես հպվել։ Ոնց որ ոչ մեկին չեմ մեղադրում, ոչ մեկի ճաշակին ինչ որ բան չեմ ասում, ոչ էլ այս վերջերս շատ համոզվեցի, որ բոլորն էլ շատ կարևոր են, ամեն մի ժանր, ամեն մի մտածողություն, ոնց համոզվեցիր, որովհետև մարդիկ ապրում են ու իրենց կյանքում կարող է այդ երաժշտությունը լինի ընդամենը 10 սաղ իրար հետ վերցրած, ենթադրենք 10 րոպե, որ 10 րոպեվա մեջ չի կարող ամբողջ կյանքը ամփոփվել ու հնարավոր է մարդ լինի ինքը սիրում է ցածրորակ, բայց այդ որակավորը լինելը նա սխալ համարում, կարող է լսում է մի հատ ժանրի երաժշտություն, որը ես չեմ սիրում, բայց 4 երեխա ունի։ Դա ոնց որ արդեն մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան ստեղծագործությունները, որոնք, չգիտեմ, շատ հզոր են եւ մարդու ամեն ինչ մարդու մասին է, չէ՞, մարդու համար է, ամեն ինչ հենց այդ մարդու համար է, ով կարա 4 երեխա ունենա ու ինքը հենց այդ երջանկության մեջ ապրի ու
լսի այնպեսի մի ժանր, որը ընդհանրապես ընդունելի չէ հասարակության կողմից, բայց դա չի կարևորը։ Կարևորը այդ մարդու ապրելակերպն է, իր ազնվությունն է, ինչ-որ վատ քայլերի չգնալը, սիրել հայրենիքը, դե արդեն եթե մարդը ունի 4 երեխա, դա ամենահայրենասիրությունն է, այլ այդ մարդուն ինչպես համոզես, ասես չէ, դու էս լսի, էս մեկը մի լսի կամ էս գործերը լսի, որ դու համարվես ենթադրենք ուժեղ մարդ։ Այն մարդը արդեն ուժեղ է, արդեն այն որ ինքը այդ գյուղում ապրում է, ինքը արդեն ուժեղ է։ Էլ ինչով է պայմանավորված, էլի, ոնց որ ինչի պետք է ես օրինակ լսեմ դասական ինքը չէ ու ես համարեմ որ ինքը մտածողությունից թույլ է կամ չգիտեմ ինքը չգիտի իրական արժեքները որոնք են այդպես սահմանելը մի քիչ վտանգավոր է դարձել որովհետև իսկապես չգիտենք որն է այդ ճիշտ ճանապարհը եւ որն է միակ ճանապարհը որով պիտի շարժվենք եւ ամենահստակը ու ամենականոնիկը դա մեր եկեղեցին է եւ մեր եկեղեցին արդեն իսկ տալիս է այդ ուղին, տալիս է եւ երաժշտության հետ կապված եւ կրթության եւ գիտելիքի առումով եւ առհասարակ ապրելակերպի մեջ հստակ ուղղություն է տալիս իմ կարծիքով այդ անբեկելի ու քննարկելի մեր եկեղեցական կյանքն է, մեր եկեղեցին է, որ եւ երաժշտության տեսանկյունից եւ եւ կերպարվեստի առհասարակ գիտության ամեն ինչի հետ կապված իր հստակ ուղղությունը ունի։ Մենք նաև զրուցում ենք, որ դուք երգել եք Տիգրան Համասյանի հետ միաժամանակ, խոսեցիք եկեղեցու մասին, կխնդրեի որպեսզի դուք պատմեք, որ եկեղեցում եք երգել միասին, եւ կա տարբերություն, թե դու որտեղ ես հնչեցնում քո ձայնը, եկեղեցում, թե ուղղակի, չգիտեմ, ինչ որ այլ տաղավարում։ Տենց այդ եկեղեցում երգելը ինչ որ հատուկ բան չի եղել, պատահական ուղղակի տենց համընկավ այդ իրավիճակը, բայց Տիգրանի հետ երգել եմ Շվանի ձորում եւ ոչ միայն տարբեր իր համերգների ընթացքում եղել է դեպքեր, որ անպատրաստից տեղում ինքը միշտ առաջարկել է, տենց երգել եմ, բայց ինձ համար ինքը շատ մեծ հայ է, շատ այն ամենամեծ հայերից մեկն է եւ ինձ համար նաեւ ոգեշնչման աղբյուրներից մեկը, ում ճանաչել եմ 2011 թվականից, երբ որ եկել էր Գորիս ու մաստեր կլասներ էր անցկացնում, վարպետաց դասեր, ու իմ կյանքում շատ մեծ ներդրում էր իր ծանոթանալը, որովհետեւ բոլորին չի հաջողվում այդպիսի հանճարի հետ չգիտեմ, մաստեր կլաս անցնել, ընկերություն անել, կապ պահել, չգիտեմ, լսելը տարբեր մարդկանց ես լսում, տարբեր ուժեղների, բայց sense իրական, երբ որ sense տեղում քեզ փոխանցում են այդ գիտելիքները, այդ ուրիշ է, նույնիսկ sense իրական որ տեսնում ես, այդ արդեն մեծ ոգևորություն է, մեծ բան է փոխվում քո մեջ, որ դու, չգիտեմ, շփվում ես մի մարդու հետ, ով աշխարհի մակարդակով համաշխարհային երաժիշտ է։ Կա ինչ որ մի բան, որը վերցրել եք դուք իրենից։ Շատ բաներ։ Ինչ եք վերցրել օրինակ։ Տարբեր եւ մասնագիտական, եւ երաժշտական, եւ մոտեցման, բայց ամենաշատը որ կուզեի իրենց վերցնել, դա իր համեստությունն է, այդ փառահեղ sense բնավորության ու չգիտեմ կյանքի ձևավորը որ ունի ինքը այդ համեստությունը այդքան հանճարեղ լինելն ու այդքան համեստ լինելը Կոմիտասը ասում էր, որ հայկական միաձայնությունը շատ բարդ էներգիա է ու իր առանցքում պտտվում է ամբողջ դիեզերքը դուք ոնց եք գտնում այդ դիեզերքում ձերը ոնց եք պեղել Ինձ թվում է ինքն է ինձ տենց վերցրել այդ միաձայն երգեցողությունը եւ հենց դա է ինձ գրավել երևի զորությունը երևի չէ զորությունը միանշանակ այդ մեղեդային մտածողության մեջ է
որ կարողացել է այդքան փոքր տարիքից ինձ գրավել ու մինչև այսօր պահել իր կողքը։ Այդ տիեզերքը ինձ համար սկսվում է ամեն տեղից, որտեղ որ հնչում է այդ մղերիները։ Նույնիսկ կարող է չհնչի, բայց ես մտքիս մեջ ունենամ իրանց ու իրանցով գտնեմ այդ տիեզերքը։ Այդ անսահմանությունը, այդքան քիչ մելիզմերի եւ նոտաների դասավորվածությամբ, բայց այդքան վիթխարի միտք արտահայտելը, մինիմալիզմը ու բովանդակային հզորությունը։ Կոնսերվատորիայում ծանոթացաք Կոմիտասի հետ։ Ոչ։ Երբ։ Կոնսերվատորիայում սովորել եմ, Կոմիտաս երգել եմ, բայց կոնսերվատորիայի երգված Կոմիտասը ինձ թվում է Կոմիտասի հետ այտենց առնչություն չունի, այնտեղ մի քիչ ավելի դասականացված ռուսական, իտալական դպրոցների ձևով են երգում Կոմիտասին, բայց Կոմիտասը դրա մասին չի, որովհետև մեր երգեցողության ձևը այդ աստիճան բեմական ինչ որ ճչան ձևաչափի մեջ չի, այլ ավելի հանգիստ, ավելի ներսից, ավելի ինքդ քեզ ոնց որ ինքդ քո համար, քո սրտից, ինքդ քո ներսից խոսելու մասին է։ Դու ոնց որ հայկականը երգելուց քո հետ ես խոսում ավելի շատ, քան հատուկ ինչ որ մարդկանց համար։ Երբ առաջին անգամ հանդիպեցիք Կոմիտասին։ Փոքր տարիքից, շատ փոքր։ Փոքր էիք։ Այո։ Մի հատված կերգեք Կոմիտասյան ստեղծագործություններից։ Վարդեմ քաղել շահերով, ջան յարո ջան, վեր եմ դրել մաղերով, ջան յարո ջան, տեսնեմ իմ յար գալիս ա, ջան յարո ջան, առաջ գնամ տաղերով, ջան յարո ջան, ջան մարո ջան, ես իրել եմ, ես կարնե։ Հիմա տենց շատ վատ վիճակում եմ, չեմ կարա շատ երգեմ։ Այնուամենայնիվ հրաշալի էր։ Հիմա եկեք երևակայենք եւ պատկերացնենք, որ մենք ունենք այդ հնարավորությունը զրուցել որևէ հայ կոմպոզիտորի հետ կամ հերոսի հետ, ում հետ կցանկանայիք հանդիպել ու ինչ կհարցնեիք։ Երևի հենց Կոմիտասի հետ կուզեի հանդիպել։ Դե ոչ միայն, ախր շատ Հայրիկ Մուրադյանին էլ կուզեի տեսնեի։ Եվ կուզեի ոչ թե ինչ-որ բան հարցնել, այլ ուղղակի սենց կողքից ինչ-որ մի օր հետևել։ Պատկերացիք, որտեվ մտածում եմ, որ իմ հարցը այդքան չկա, որ տամ։ Ու ավելի կնախընտրեի կողքից տեսնել, որովհետև իրենց գործը դրա մասին է, էլի, հենց այդ ապրելակերպի, ձևի, իրենց հարց չունեմ տալու, որովհետև իրենք իմ բոլոր հարցերին արդեն պատասխանել են։ Իսկ հերոսներից։ Հերոսները տարբեր են։ Հերոսներ կան, որ մենք ընդհանրապես իրենց անունը չենք լսել, բայց այնպիսի մարդիկ կան, որ ոնց որ այդ հերոսը ու հերոսությունը մի քիչ մեզ հասնում են մարդիկ, ովքեր ում մասին ավելի շատ է խոսվում, ավելի շատ է քննարկվում, այդպես հասնում են, բայց կան հերոսներ, որ ընդհանրապես չեն խոսում իրենց մասին, բայց իրենք իսկական հերոսներ են։ Դուք գիտեք այդպիսին։ Այո, շատ մարդիկ։ Ովքեր են իրենք։ Իմ ծառայության ընթացքում հանդիպած մարդկանցից օրինակ Լեռնիկը Վարդանյան, ով
ինձ համար իսկական հերոս էր եւ իսկական քաջ ու շատ մարդիկ կան շատ տարբեր մարդիկ կան ում պատմությունները գիտեմ ու իրանց գործած սխալգործություններն էլ գիտեմ ովքեր իմ կյանքի հերոսներն են Կա թույլատրելի պատմություն, որ դուք հիմա կպատմեք իրենցից։ Դե հա, օրինակ իմ հրամանատարը ինձ համար հերոս էր ու իր հերոսությունը դրսևորում էր իր այդ քաջության մեջ ու իր այդ քաջությունը կայանում էր հենց նրանում, որ ինքը չէր վախենում, ինքը պատրաստ էր խելացի ամեն ձևով մարտի ժամանակ իր ոգեղենությունը տարածում էր բոլորիս վրա ու իմ համար բացառիկ կերպարներից մեկն է, ով իր ծառայության ընթացքում եւ մարդ լինելով եւ ընկեր լինելով եւ եղբայր եւ ծնող լինելով ամեն կերպ դրսևորում էր իր քաջությունը եւ դա հենց այդ հայի տեսակի ու առհասարակ այդ հզորության խորհրդանիշն էր ինձ համար ով ամեն կերպ այնպես էր անում, որ դու զգայիր, որ մեծ քաջ կա քո կողքին եւ ուղղակի չէր վախենում։ Տարբեր գործողությունների, տարբեր վտանգավոր իրավիճակների մեջ ինքը շատ զուսպ էր, շատ հանգիստ էր եւ բոլորիս դա ահավոր մեծ ուժ էր տալիս։ Ծառայության ընթացքում տղաները խնդրում էին, որպեսզի դուք երգեք։ Ինձ համար երգում էի, իրենք գալիս լսում էին, բայց դա շատ օրը ասեմ երգել եմ ծառայության ընթացքում, այդ ժամանակներ չկար, բայց երգում էի, հա, իհարկե, այդ երգը այնքան տենց շատ է լինում մեկ դրա կարիքը, որ ոնց կարող ես չերգել։ Ինչ էիք երգում։ Տարբեր երգ, ինչը որ երգում եմ հիմա, նույնը երգում էի իմ ընկերների համար, իմ մարդկոցի համար, սովորացնում էի տենց։ Միշտ երգել եմ, միշտ երգը կար։ Ու բոլորն էլ գիտեին, որ ես ինչ եմ երգում ու սիրում էին, հավանում էին, որովհետև այդ իրանցն է, այդ իրանց ազգային արժեքն է, դրա համար գնահատում էին։ Ես այսօր տեսնում եմ, նկատում եմ, որ մեր երիտասարդները շատ են լսում ձեզ, հիանում են ձեր երգերով, այլ ոնց կարողացաք պեղել, որ կարողանում եք գրավել այսօր նաև երիտասարդությանը, որովհետև իրենք արդեն մեջն են, հա, ձեր շնորհիվ մեր այդ մշակույթի մեջ մտնում են արդեն կամած փորձում են հասկանալ, լսելով Հա, դե իրականում մեր ամբողջ նպատակը հենց դա էր, ոչ թե մենք ասում ենք մենք դասական հայկական ձևով ենք ներկայանում, չէ, այդպես չի, մենք ուղղակի շատ սիրում ենք հայկականը եւ նպատակ ունենք տարածելու այդ երգերը, այդ հայկական իսկական երգերը ու նաեւ իհարկե վարակիչ դարձնել մեր եկող սերնդի համար, որպեսզի ավելի խորքային ուսումնասիրեն եւ սիրեն հայկականը։ Դուք նաև դասավանդում եք, չէ։ Չէ։ Հիմա էլ չեք դասավանդում։ Այ օրինակ, եթե ձեզ առաջարկեին, որպեսզի դուք հանդես գայիք Հայաստանի դեմքով, ինչ երգ կընտրեիք, որպեսզի ներկայացնեիք Հայաստանը։ Այս վերջերս ռադիոից դուրս բերված Հայրիկ Մուրադյանի ձայնագրությունը, որը որ տենց հենց չէր հրապարակվել եւ դեռ չի թողարկվել, այդ երգն է, որը կոչվում է Հայրենիաց հոգիք։ Շատ մեղեդային կառուցվածքով, շատ սիրուն բառերը եւ էլի շատ սիրուն։ Կարող եք հնչեցնել հատված թե։ Հա, մի փոքր կարող եմ։ Թե հայրենիաց պսակադիր գողնիկն արքը լրել են երկնից թողական անմահոքիկ
հայոց քաջերը պսակեն երկնից թողան մահոկիկ անմահոկիկ հայոց քաջերը պսակեն Այդքանը կարող են աննանեք երկել շատ Սևադա, որոնք են քո համար մեր հայրենիքի խորհրդանիշները Եկեղեցին մշակույթը եւ ջուրը շատ իմ համար կարևոր է որովհետեւ ես քանի երկիր գնացել եմ իմ համար ամենամեծ խնդիրը ջուրն էր կապ չունի ինքը ինչ որ ոնց որ առնում ես կապ չունի իր ձևը շատ կապված եմ հենց ջրի հետ որը որ ամենամեծ խնդիրն է դառնում ուրիշ տեղ գնալուց ուղղակի չեմ հագենում Ամբողջ Հայաստանով ճանապարհորդել ես կան կետեր որտեղ դու վերադառնում ես որպեսզի լինես ինքդ քո հետ հա կարող ես թվարկել ուր ես վերադառնում այդ կետերը շատ են անասելի շատ են որովհետև ցանկացած տեղ որ գնում եմ արդեն վերադարձի լուրջ պատճառ է դառնում այդ տեղը կապվում եմ շատ տարբեր չեք պատկերացնի ուղղակի ինչքան շատ էլի որպեսզի sense մոտավոր պատկերացնեք ես sense քարտեզի ծայրամասերով կասեմ օրինակ Սյունիքում դա խուստուփն է եւ ոչ միայն մեր Գորիսի Վերիշեն գյուղի ակներ գյուղի վերևի հատվածը որտեղ շատ գեղեցիկ դաշտա ու սարերն են հեքիաթային տեղեր են քարանձավներ նեոլիթյան կառույցներ շատ հին քարանձավներ կան Ավուշից Չինարի գյուղի օրինակ խորանաշատ եկեղեցին ֆանտաստիկ տեղ անտառի մեջ սահմանին հենց կպած մի քանի 100 մետր այն կողմ արդեն դիրքերն են Աշոտցքից չգիտեմ Սեպասար գյուղը որը որ մի քանի անգամ գնացել եմ ու իրենց դաշտերը իրենց գետի շուրջ այդ կիրճով գնալը մի հատ ֆանտաստիկ այնտեղ դաշտեր ունեն որտեղ որ ջուրն ու դաշտը համարյա հավասար են ու sense երևում է այդ ջրի գնալը sense ահա որ դուրը շատ է եկել եւ դեպի Գյումրի Արթիկի կողմերը, բայց ամենասիրելի հատվածներից մեկը դա Արաքսի ու Ախուրյանի հատմանկետն էր, որ եղել էի, շատ ոգևորիչ էր այդ կետը, դա Բագարանում էր, չգիտեմ, Բագարանը մեր մայրաքաղաքներից է եղել մի քանի տարի, ու այդ կետը ֆանտաստիկ տեղ էր, հիմա եմ հասկանում ինչի է Վազգեն Սարգսյանը իր ծննդյան օրը միշտ այնտեղ նշել, որովհետև այդ երկու գետերի խառնարանը մի հատ հրաշք էր Այդպես sense կարող եմ եւ Արաքսի երկայնքով գնալ, ասել բոլոր տեղերը, որտեղ որ ինձ համար շատ sense հետաքրքիր էր։ Եվ այդպես գալիս է հասնում Խաչիկ գյուղ։ Խաչիկը ինձ համար էլի շատ հոգեհարազատ գյուղ է, իր մարդկանցով նաեւ։ Չգիտեմ, էլ որտեղ ասեմ, որ ինձ համար հարազատ է։ Տենց անկյուն չկա Հայաստանում, որ ինձ համար հարազատ չլինի։ Եվ նաև իհարկե Սևանը իր բոլոր ուղղություններով, բոլոր տեղերով, ամբողջ բոլոր ափերում եղել եմ եւ բոլոր ափերին տենց նայել եմ օրերով։ Չգիտեմ, եւ Շոժայի կողմնա շատ սիրուն Արտանիշ գյուղից ահա որ սիրուն եւ Կղզինա շատ սիրուն եւ այնտեղ Արքելոցում եմ գիշերել Քյավառի կողմից շատ սիրուն Մարտունու կողմից շատ
եղել եմ տարբեր տեղերում, տարբեր գյուղերում, Կարճախբյուր գյուղում, Զոլակար գյուղում։ Այդպես շատ տեղերում մնալու, ես որ ասում եմ տեսնել, այդ նաև մնալու մասին եմ խոսում, որ մնում ես այնտեղ, տեղի մարդկանց հետ ես շփվում, եւ ամբողջությամբ ես էլի սիրում ու ընդունում։ Հարուստ է ձեր ճամփորդության փորձը, այդ ընթացքում այդ շփումների շնորհիվ, հա, մարդկանց տեսնելով ինչ հասկացաք ով է հայը։ Հայը դա հյուրասեր, ազնիվ, մարդկությանը սիրող, մարդկանց ընդունող, լավ մարդ է հայը։ Ինքը բարի է, օգնող է, տանջվող է, այդ տանջմանքն էլ մեծ դեր է խաղում, որ մարդ դառնա։ Ու տեղեր կա գնում ես մի կտոր հաց այնքան համով է լինում, որ չես կարողանում նկարագրել այդ համովությունը, բայց այդ համովությունը գալիս է նաև իրանց տանջմանքից, իրանց, որ այդքան վատ պայմաններում իրանք այդ հացը ստեղծում են ու այդքան մեծ բաց սրտով հյուրասիրում են։ Հայը այդ իր հողին նվիրված, իր ջրին նվիրված մարդն է, ազնիվ, անշար։ Մնացած բաները, որ անում են մարդիկ, վատ բաներ, երևի չեն գիտակցում էլի, անգիտակցաբար են անում, կամ էլ ժամանակները, ճնշումները, տարբեր բաներ է աշխատում, որ մարդուն չարացնում է, բայց մեր հայերը, Հայաստանը բարիության մասին է։ Ես այդպես եմ կարծում։ Ես որևէ տեղ չկա, որևէ ժողովուրդ չկա, որևէ քաղաք չկա, որ գնացած լինեմ ու ինձ զգա մոտար։ Երբևիցե քո մոտ եղել է միտք թողնեմ գնամ։ Չէ, դա էլ չեմ քննարկում։ Չի եղել նման միտք։ Չէ, լինելու էլի երևի։ Կարծում եմ այն որ ասացի ջրի հետ կապված, այդ կա մի ամսով հազիվ գնաս, այդտեղ ձգես, բայց երկար չէ ձգում։ Չէ, չի լինում երկար։ Հայաստանը քո համար ինչ ձայներ ունի, ինչ ձայնի հետ կասոցացնես Հայաստանը։ Ներսի ձայնի ես, որ ասում են ներքին ձայնը, այդ ներքին ձայնի հետ կասոցացնեմ, եւ ինքը խորն է, եւ բարձր է, եւ պինդ է, եւ ժառոտ է, եւ կանաչ է, եւ դաշտ է, եւ ցորեն է, եւ չգիտեմ, խիղճ կա մեջ եմ, այդ ձայնի հպարտություն չկա, կա չգիտեմ, ազնվության ձայն կա մեջը ինձ համար, որովհետև Հայաստանին որ նայում ես ինքը մարդուն ավելի ուժեղացնում է այդ հոգին է ուժեղացնում էլի շատ, իմ համար այդ ձև է Հայաստանը, շատ կապված մշակույթի հետ, մշակույթով է այդքան գեղեցիկ ինքը էլի ինձ համար, բայց այն մշակույթը, որը որ կընդունի մեր եկեղեցին օրինակ, մեր եկեղեցու այսպես ասած ձեռքի տակով անցած մշակույթ էլի, որը որ հենց Կոմիտասն է ասում, չէ, որ մեր մշակույթը, մեր աշխարհիկ մշակույթը, մեր աշխարհիկ երգերը քույր ու եղբայր են մեր եկեղեցու հետ։ Եվ իսկապես դա այդպես է։ Երբ որ մարդը հաց պիտի ստեղծի, այդ ամբողջ process-ը հետևում է երգով։ Եվ ծայրից ծայր երգեր են։ Մինչև գութանը սկսել է երգա երգվում, այդ բարի լուսո աստղերևացը դա նախա գութաներ կա, որ երգել են, օրը բացվել է, այդ կենթանին արդեն տրամադրվել է գործին, եւ արդեն երբ որ ճանապարհ են ընկել
երգել են ուրիշ երգ, հոյելով հե հո հա ասես հե անելու լուծը տեղ հասցնելու մասին է։ Եվ նաև աշխատանքի ժամանակ, երբ որ դժվարություն առաջանում է, եզը չի կարողանում, ընկնում է, չոքում է, կա դրա մասին էլ երգ։ Սևադա, ես պատրաստել եմ նաև մի քանի բլից հարցեր քեզ համար, եթե դեմ չես, հնչեցնեմ։ Հայաստանը տուն է, թե պայքար։ Տուն։ Սյունիքը պաշտպանված է, թե մոռացված։ Պաշտպանված։ Հայ լինելը այրուն է, թե պատասխանատվություն։ Պատասխանատվություն։ Երաժշտությունը զենք է, թե ապաստան։ Դարման։ Ֆոլքը անցյալ է, թե ապագա։ Ներկան։ Լռելը երբևէ իմաստուն է, թե միշտ վտանգավոր։ Եվ Պետությունը արժեք է, թե գործիք։ արժեք։ Ազատությունը նվեր է, թե ծանր բեռ։ Ազատությունը պարգև է։ Հավատը ներսում է, թե եկեղեցում։ Ներսում։ Լեռները պատնեշ են, թե վկա։ Եվ պատնեշ։ Վաղվա Հայաստանը ցավով է, թե արժանապատվությամբ։ Հայաստանը միշտ լինելու արժանապատվությամբ։ Եվ վերջում մեր զրույցի, Սևադա, երբ որ ես պատրաստվում եմ մեր հարցազրույցին, դիտում եմ բազմաթիվ ձեր նյութերը, ես տեսա մեկնաբանություններում, ինչպես են մարդիկ գրում, գորիսցիները, թե որքանով են իրենք հպարտանում ձեզանով, դա պարտավորեցնող է։ Դե իհարկե պարտավորեցնող է, որովհետև ես շատ կարևորում եմ այդ մեկնաբանությունները եւ բոլորի կարծիքն էլ ինձ համար կարևոր, ասում են ես թքած ունեմ մարդկանց, դա մի հատ տեղ կարող է հասցնել, որ մնաս մենակ ես աշխարհում, բայց չէ, ինձ համար կարևոր են կարծիքները։ Չէ՞ որ մեր կյանքի գործունեությունը կապված է ուրիշ մարդու հետ, դիմացինի հետ։ Եվ այսօր, երբ որ ես ինչ-որ բան արտահայտում ու անում եմ, դա հենց այդ մարդու համար է։ Ես չեմ կարող իր կարծիքը հաշվի չառնել։ Ես տեսնում եմ, որ մեր հասարակության մեջ կան արտիստներ, ովքեր թքում են իրենց, թքում են այդպես ասած իրենց հանդիսատեսի վրա եւ թքած ունեն այդ հանդիսատեսի առհասարակ մտածելակերպի, ասելիքների եւ իրենք իրանց տիեզերական տաճարն են կառուցում, որ հեշտ կփլվի, որովհետեւ իրենք այդ ժողովրդով սնվում են, այդ ժողովուրդը իրենց կերակրում է, այդ ժողովուրդը իրենց պահում է եւ իրենք ինչ որ մի օր որոշում են, որ թքած ունենան այդ ժողովրդի կարծիքի վրա։ Դա շատ ցավալի է։ Դա իրենց ինչ որ մի օր կտանի կործանման իրոք։ Եվ վերջում դրական նոտայով ավարտենք, կհնչեցնեք ձեր ամենասիրելի ստեղծագործությունը։ Հնչեցնեմ։ Հա, երգեք։ Լավ, ամենասիրելի։ Հա։ Բայց սաղ սիրում եմ, չունեմ։ Դե չգիտեմ, ընտրեք։ Ցորենի մցանիլո էլիրե պարգիր բզդիգմը սիրերիմ չեմ գնաթարգի Yare ha yare lo yare magorani yare ha yare lo mashugorani Խաներին ես ամենաշատը կցանկանամ անհոգություն, խանդավառություն ժպիտներ եւ իսկապես հագեցված մանկություն եւ բակային խաղերով եւ սարերով եւ լեռներով որովհետեւ այդ երեխաները պիտի երջանիկ լինեն որ լավ մարդ դառնան
Ինքը ի նկատի ուներ, թե դու քո արվեստով ինչ կցանկանաս փոխանցել երեխաներին։ Ինձ թվում է դա։ Դե էլի։ Հա։ Տոշտի պատասխանը։ Հա։ Այդ արվեստի ամբողջ նպատակը այդ երեխաներին երջանկացնելն է։ Մենք պիտի ունենանք անհոգ ու երջանիկ երեխաներ, որովհետև ժպիտից է սկսվում բարությունն ու մարդկությունը։ Այդ սերը, որ ասում ենք, սիրո մեջ ժպիտ կա, բարություն կա։ Եվ այդ լույսը, այդ խավարից անջատվելը, այդ բարությունը գալիս է ժպտալուց, երջանիկ լինելուց, երջանիկ զգացողություններից։ Բայց շատ կարևոր է, որ այդ երջանկության բովանդակությունը լինի մաքուր։ Այսինքն չերջանկանան սպանելուց կամ վատ գործելուց, երջանկանան բարի գործեր կատարելուց, բարությամբ լցված լինի երջանկությունը։